Սիրելի բարեկամներ, կարծես 3 էր չէ, որ Շիրակացու օրեր փառատոնի մեկնարկի արարողությունը եղավ։ Իսկապես 2025 թվականի հունվարի 17-ն էր։ Իսկ այսօր մենք պիտի ամփոփենք մեր այս տարվա անած գործերը, նոր հետազոտության թեմաներ նախանշենք մյուս տարվա համար, նշենք մեր այս տարվա ձեռքբերումները ու արածները։ Մեր ավանդական փառատոնը վաղուց դարձել է ճեմարանականների ստեղծարար և վերլուծական մտքի, երևակայության, հաղորդակցական և համագործակցային կարողությունների վառ դրսևորում, որոնք արտահայտվում են հետազոտությունների, նախագծային աշխատանքների, գյուտերի, բարեգործության և այլ ոլորտներում։ Շիրակացու օրեր փառատոնի թեման հարգանքն է։ Նշանաբանը հարգել և զարգանալ։ Կարգախոսը Շիրակացու օրեր փառատոն, ճեմարանական համայնքի ստեղծարար մտքի և հետազոտական գործունեության արդյունքների, ճեմարանական արժեքների ամրագրում ներկայի և ապագայի համար։ Նպատակը 2024-2025 ուստարում մանկավարժական, աշակերտական, ծնողական համայնքի կատարած հետազոտությունների, հայտնագործությունների, գյուտերի, ծառայության ամփոփումը և նոր թռիչքների մեկնարկը։ Հիմնական խնդիրը նշող բայերը զարգանալ և շնորհակալ լինել։ Այժմ բեմ ենք հրավիրում Տիկին Արփինեին կատարելու Կիլիկիա ստեղծագործությունը։
Հետաքրքիր փաստ, ճամարանի հիմնադրման սկզբնական շրջանում այս երգը եղել է ճամարանի հիմնը։ Իսկ այժմ մեկ անգամ էլ նշենք, որ ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարվա Շիրակացու փառատոնի եւ ուսումնական տարվա նշանաբանն է հարգանքը։ Հարգանք միմյանց հանդեպ, հարգանք մայրենի լեզվի, մեր հայրենիքի, մեր ճամարանի, մեր արժեքների, մեր լեզվի եւ սահմանի կանգնած զինվորների հանդեպ։ Խորին հարգանք եւ խոնարհում նահատակ հերոս մարտիկների շիրիմների։ Այժմ մեկ րոպե լռենք։ Շնորհակալություն։ Հիշում եք, որ հարգել եւ զարգանալ բայերն ունեն նույն արկ արմատը, որը ստուգաբանվում է արժեք, արժանիք իմաստով։ Ուրեմն հարգենք, արժևորենք, հետևենք մեր նախնյաց արժեքներին, որ զարգանանք։ Շնորհակալություն հիանալի երգի կատարման համար մեր ճամարանականների խմբին եւ Շահիկ Քեշյանի ղեկավարությանը։ Հարգել եւ զարգանալ։ Այս երկու բայը դարձել են մեր ուղենիշը։ Հարգանք ոչ միայն միմյանց հանդեպ, այլ նաեւ մեր մայրենի լեզվի, որը մեր ինքնության երաշխիք։ Հարգել, զարգանալ, սրանց ավելացնենք նաեւ շնորհակալ երախտապարտ լինել, ահա 3 բայ հասկացություն, որոնցով առաջնորդվում է ճամարանը։ Քանի որ մեր ուսումնառությունը կառուցվում է հասկացությունների հիման վրա, արի այս բայը ձևակերպենք որպես հասկացություններ՝ հարգանք, զարգացում, երախտագիտություն։ Շատ հետաքրքիր աշխարհ է բառերի ստուգաբանությունը։ Արգը, եթե արժեք է նշանակում, ապա շնորհ եւ երախտ արմատները ստուգաբանվում են որպես պարգև, սեր, բարեհաճություն եւ գոհություն։ Շատ հետաքրքիր է, այսինքն հարգելով զարգանում ես, ձեռք ես բերում արժեքներ, արժանինքներ, որոնք քեզ ստորագրում են սիրով եւ գոհունակությամբ։ Որպես պարգև կամ շնորհ ես ստանում, լցվում ես երախտագիտության եւ շնորհակալության խորհրդացումով։ Այո, բառերը խորհրդանիշներ են։ Բառերն ուղղորդում են մեզ, նույնիսկ որոշում են մեր ճակատագիրը, քանի որ միայն բառեր գործածելիս մենք պատնեշ ենք կառուցում չարի դեմ, մեզ ապահովագրում ենք չարությունից, չար մտքերից, հետևաբար նաեւ վատ արարքներից։ Ուրեմն հարգենք, զարգանանք եւ շնորհակալ լինենք ամեն րոպե, ամեն ժամ։ Այս փառատոնն էլ ամենամյա երախտագիտության տոն է, ուղղված նախ Անյանյա Շիրակացուն, որից անընդհատ նորանոր բաներ ենք սովորում, ապա նաեւ մեր մյուս մեծերին, մեր մայրենի լեզվին, որն այնքան հարուստ է բարի բառերով։ Ասպիկ, քանի որ մայրենի լեզվից խոսեցինք, արի հրավիրենք հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի ղեկավար, բանասիրության գիտությունների թեկնածու Տիկին Անի Մակինյանին, տեսնենք ինչ անակնկալ է պատրաստել մեզ համար։
Սիրելի ջեմարանականներ, սիրելի հյուրեր, ջերմորեն ողջունում եմ բոլորիդ։ Իրապես շիրակացու օրեր փառատոնը բոլորիս մեծ հնարավորություն է ընձեռում մեր անցած ճանապարհը վերարժևորելու, հետահայաց գնահատելու եւ նորովի ավելի արդյունավետ պլանավորելու համար։ Յուրաքանչյուր կառույց, յուրաքանչյուր ամբիոն սեպտեմբերին ուսումնական տարվա մեկնարկի զուգընթաց իրականացնում է, նախաձեռնում եւ իրականացնում է տարբեր հետազոտություններ, նախագծեր եւ հայոց լեզվի եւ գրականության ամբիոնը եւս անմասն չէ այս ամենի։ Այս տարի մենք կազմակերպել ենք, նախաձեռնել ենք եւ իրականացրել ենք երկու հետազոտություն։ Մեկին կծանոթանանք տաղավարների մոտ շրջելիս, իսկ մյուսը վերաբերում է մայրենի լեզուն անաղարտ պահելուն։ Յուրաքանչյուր ուրբաթ հայոց լեզվի եւ գրականության ամբիոնը ջեմարանական համայնքին, ծնողներին, սաներին, բոլոր ջեմարանականներին ուղարկել է լեզվական բոլոր մեղանչումները, մեր շուրջը կատարվող լեզվական սխալները եւ սրա նպատակը մեկն է՝ մաքրամաքուր պահենք մեր մայրերին։ Հատկապես սիրելիներս պատմական ու քաղաքական այս ծանր հեղափոխումների շրջանում, որ շարունակաբար ոտնձգություններ են արվում մեր մշակութային գանձերի, մեր լեզվի, մեր ինքնության ու լինելիության դեմ բոլորիս ներդրումը չափազանց կարևոր է։ Եկեք անաղարտ պահենք մեր մայրերին, եկեք տեր կանգնենք, կառչենք մեր ոսկեղենիկ մայրենի լեզվին, առանց ու անկախ որևէ փոթորիկից վախենալու։ Եվ նախագիծը ամփոփելու համար կազմակերպվել է երկու խաղ։ Մեկը կազմակերպվել է 3 առցանց, որպեսզի բոլոր այդ հյուրերը, որոնք հնարավորություն չունեին մասնակցելու այսօրվա միջոցառմանը, մասնակցեին եւ ունենք արդեն իսկ մրցանակներ։ Մինչ այսօրվա խաղի ամփոփումը ես ուզում եմ երեկվա հաղթողներին հանձնել մրցանակները եւ կխնդրեմ հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի ուսուցչուհի Անի Մկրտչյանին ձգնի եւ Աննա Սարգսյանն ու Աննա Չոբանյանը պատրաստեն հաջորդ խաղը, որ այսօր կազմակերպելու ենք դահլիճի հետ միասին։ Կխնդրեմ բոլորի մասնակցությունը եւ հատուկ խնդրանք բոլորդ միանաք խաղին հայատար, որպեսզի մենք էլ պատվոգրերի մեջ կարողանանք ճիշտ ձևով նշել ձեր անուն հասկանումը։ Նաև ասեմ, որ ունենք անակնկալ եւ հատուկ մրցանակ բոլոր այն մասնակիցներին եւ նախագծի հետևորդներին, որոնք ուշի ուշով հետևել են եւ այդ լեզվական անաղարտ ձևերը սկսել են իրենց խոսքում կիրառել։ Եվ այսպես երեկվա խաղին մենք ունեցանք մասնակիցներ եւ հաղթողներ։ Երրորդ տեղը անաղարտ պահենք մեր մայրենին խաղ մրցույթում զբաղեցրել է մանկավարժ Մարտինա Բարխուդարյանը։ Խնդրեմ բարձրանալվեն, Տիկին Մարտինա։ Իրոք հանձնում ենք մրցանակը եւ պատվոգիրը, շնորհավորում եմ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է 966 խմբիսան Մարիամ Աղասյանը։ Եվ առաջին պատվավոր տեղը խաղ մրցույթում զբաղեցրել է մեր ծնողներից Մանանա Թարփողյանը։ Սիրելի ջեմարան, սիրելի հայոց լեզվի ստուդիա ամբիոն, շնորհակալություն այս նախաձեռնության համար, սա հրաշալի աշխատանք է ձեր կողմից եւ լիահույս եմ, որ այսուհետ եւս կհամալրի ջեմարանական ավանդույթների շարքը եւ շատ օգտակար կլինի նաեւ բոլորիս համար մայրենի լեզուն պահպանելու իմաստով։ Եվ եթե թույլ տաք, որպես իմ կողմից փառաբանում հայոց լեզվին մի փոքր հատված կարդալ։ Մեր լեզուն մեր խիղճն է դա, սուրբ հացը մեր սեղանին, մեր հոգու կանչն է արդար ու համը մեր բերանին,
մեր լեզուն զուգն է մեր տան, մեր կշիռն աշխարհի մեջ, նա աղն է մեր ինքնության, էության խորհուրդը մեր լեզուն արյունն է արյունից ավելի թանկ, մեր բուրմունքն ու գույնն է մեր լեզուն մենք ենք, որ կանք, նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի, ինչ ունենք էլ աշխարհում, որ այսքան մերը լինի, շնորհակալ Նշեմ, որ նախագիծը ամփոփվել է այսպիսի գրքույկներով, երբ որ մոտենակ տաղավարներին մեր սիրով կնվիրենք բոլոր հետաքրքրվողներին։ Տիկին Աննա մեր խաղը պատրաստ է։ Խնդրում եմ բոլորին միանալ, նորից եմ հիշեցնում հայատառ անուն ազգանուններով։ Խնդրում եմ հուշումներ չլինեն և յուրաքանչյուրը իր համար իր խաղը խաղա։ Ես հարցերը չեմ կարդալու, դուք կարծում եմ ավելի լավ կլինի լռության մեջ խաղալ։ Եվ ահա տեսնենք հաղթողներին։ Երրորդ տեղում եմ Մարի, լավ կլինի անուն ազգանունները հստակ նշվեն, որպեսզի պատվոգրերը պատրաստեն։ Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին, մինչ Աննա Սարգսյանը և Տեմա Նոմինյանը կպատրաստեն պատվոգրերը, ես ուզում եմ հանձնել այս հատուկ անակնկալներն ու մրցանակները, որը քիչ առաջ ասացի, վերաբերում էր բոլոր նրանց, ովքեր ամբողջ ընթացքում և հետևել են նախագծին և գործածել են բոլոր այս ճիշտ ձևերը։ Եվ այսպես սիրով տրվում է Արմինե Գաթրջյանին, անգլերենի ամբիոնի ուսուցչուհի, անաղարտ պահենք մեր մայրերի նախագծին խանդավառությամբ հետևելու, արձագանքելու և կիրառելու համար։ Միջին դպրոցի տնօրենի տեղակալ Աննա Սարգսյանին, լոգոպեդական ծառայության խորհրդատու մեթոդիստ Ժաննա Պայլոզյանին և մեր ծնողներից Արմեն Տեր-Տաջադյանին։ Սիրով բոլորի ըմբանակները կտրվեն պատվոգրերով, խնդրում եմ բարձրանալ բեմ բոլորին, ովքեր այստեղ են, ովքեր ոչ կհանձնեն։ Եվ նաև խնդրում եմ այսօրվա մեր հաղթողների պատվոգրերը մոտեցնել տիկին Աննա և նրանք ևս բարձրանան բեմ։ Երրորդ տեղը զբաղեցրել է Մարին, որի ազգանունը ճշտում ենք, խնդրում եմ բարձրանալ բեմ։ Երկրորդ տեղը Լիլիթ Մանասյանը և երրորդ տեղը դարձյալ մեր ծնողը Մանանան։ Ներողություն առաջին տեղը, ներողություն ենք խնդրում, մոտեցեք պատվոգրերը ստանալու և մրցանակները։ Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին։ Շնորհակալություն։
ենք հայտնում Տիկին Մարկյանին ու հայոց լեզվի ու գրականության ամբիոնին։ Հովհաննես, դու գիտես ինչ է երջանկությունը։ Դե գիտես, ինչպես ասել, նոր չենք քննարկում։ Մի խոսքով դժվարանում է հստակ պատասխան տալուց։ Իսկ այ մեր կրթել դպրոցում հստակորեն գիտեն եւ հիմա մեզ կլուսավորեն։ Համեցեք բեր, մեր փոքրիկ բարեկամներ։ Սիրով ողջունում ենք բոլորին։ Այսօր մենք 413 խմբի սաներ, Լորենա, Ռաֆայել, Ալեքսանդր, ցանկանում ենք ձեզ հետ կիսվել երջանկության մասին մեր ընկալումներով։ Եվ այսպես մենք սկսել ենք զուգադեսը եւ ընտրել ենք ինչպես ենք մենք կազմակերպում թեման եւ որոշել ենք ձեզ պատմել երջանկության մասին։ Մենք ձևակերպեցինք 7 հիմնական հասարակությունների վրա հիմնված ահա այս հարցերը։ Սրանք են մեր հետազոտության ուղղությունները, որոնք հիմնված են փոփոխություն, պատճառ եւ տեսակետ հիմնական հասկացությունների վրա։ Մենք տեսել ենք մի խնդիր, որ մարդիկ ճիշտ չեն օգտագործում իրենց հնարավորությունները եւ այդ պատճառով այդքան էլ երջանիկ չեն լինում։ Մեզ մտածով ահա այս խնդրի տալու որոնումներով է ձեռնամուխ եղան գարդի աշխարհում մարդու երջանկության վրա ազդող գործոնների ուսումնասիրությանը։ Ձևակերպեցինք կենտրոնական գաղափարը, տեխնոլոգիաների զարգացումը կարող է ունենալ եւ դրական եւ բացասական ազդեցություն մարդու կյանքի որակի վրա։ Որոշակի նյութեր ուսումնասիրելու ընթացքում պարզեցինք, որ մարդու երջանկության համար փող եւ ժամանակակից տեխնոլոգիաների ազատ ժամանակ ունենալը դեռ բավարար չէ։ Ավելին այն չի կարող լինել մարդու երջանկության գրավական։ Մեր հարցերը գնալով շատանում են, եւ այստեղ մեզ օգնության հասավ Ռաֆայելի մայրիկ Տիկին Դիադա Աբդուխանյանը, ով շատ հետազոտություններ էր կատարել այդ թեմայի շրջանակներում եւ որպես փորձագետ մեզ ներկայացրեց երջանկությունը նեյրոֆիզիոլոգիայի տեսանկյունից։ Մենք հասկացանք, որ եթե մարդը ուզում է երջանիկ լինել, պետք է բավարարի իր կարիքները։ Սա հայտնի գիտնական Աբրահամ Մասլոուի բուրգն է։ Այստեղ նա ցույց է տվել մարդու այն կարիքները, որոնք թելադրում են մարդու վարքագիծը։ Եթե դրանք բաժանենք երկու խմբի, ստացվում է, որ մարդը ունի ֆիզիկական եւ հոգեվոր կարիքներ։ Մարդու ֆիզիկական կարիքներ, օրինակ, սնունդը, հոգեբանությունը եւ այլն, հոգեվորներից են օրինակ, սիրո, իր կողմից սահմանված նպատակներին հասնելու, պատվի զգացում ապրելու կարիքները։ Այս ամենը տեղի ունենում մեր գլխուղեղում գոյություն ունեցող կապերի միջոցով։ Այդ կապերը ի դեպ կոչվում են աքսոններ, եւ որովհետեւ մենք երջանկության զգացում ունենանք, անհրաժեշտ է, որ այդ կապերի միջոցով մեր օրգանիզմում արտադրվի երջանկության հորմոնը, որը կոչվում է դոպամին։ Իսկ դուք գիտեք, որ երջանկությունն է արագ եւ երկարաժամկետ։ Արագը այն է, երբ մարդը հաց է ուտում, գնումներ է կատարում, իսկ երկարաժամկետը այն է, երբ մարդու մարմնի մեջ դոպամինը հավաքում է եւ նա երկար երջանիկ է լինում։ Ստացած գիտելիքներից անչափ տպավորված որոշեցինք մեր համադասարանցիների համար կազմակերպել մի փոքրիկ սեմինար։ Որոշեցինք հասկացնել փոքրիկ գիտական փորձ, ստուգելու երկարատև եւ կարճատև երջանկության որոշ աղբյուրների հավաստիությունը։ Այդ նպատակով մենք բաժնեցինք մեր ընկերների քաղցրավենիք եւ երբ նրանք կերան, տվեցինք թերթիկ, որտեղ նրանք նշում էին, թե ինչքան երջանիկ են։ Երկրորդ խլով կազմակերպեցինք արագ մարտահրավերներ պարունակող ֆիզիկական եւ մտավոր ճկունություն պահանջող խաղեր։ Մեր դասարանցիների օրգանիզմում դոպամինների իսկական տեղատարություն։ Դե իսկ այս փորձի ընթացքում գնահատեցինք հենց մեր դոպամինների ակտիվությունը եւ երակարակացությունը, որպես այս ամենը կազմակերպող խումբ։ Իսկ այժմ կուզենայի իմանալ, ձեզ ինչ ավելի շատ երջանկություն տալիս։ Վերադառնանք տեխնոլոգիաներին։ Արդյոք մենք ավելի երջանիկ ենք տեխնոլոգիաների զարգացման արդյունքում։ Այժմ դիտենք մի հատված մեր ֆիլմից։ Աշխատել, հանդիսանալ, շփվել։ Ինչպես, եթե շատ աշխատես ու չհանդիսանես, ապա քո առողջությունը լավ չի լինի։ Իսկ եթե շատ կախված լինես ժամանակակից տեխնոլոգիաներից, կձանձրանաս
տեխնոլոգիաները դու կլինես երջանիկ։ Այսինքն մենք կամ վերահսկել ժամանակս եւ զբաղվում ենք որ կողքի դաջել, եթե երբեմն օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաներ, նաեւ ժամանակ ունենան ինձ համար։ Շնորհակալություն։ Ապրեն մեր փոքրիկները։ Դե իսկ այժմ միջին դպրոցի ներկայացուցիչները կպատմեն մեզ, ինչպես են նրանք զարգանում, արժեքներ կուտակում ու միաժամանակ սովորում լինել գոհունակ ու երախտագետ։ Իրենց իրականացրած հետազոտական աշխատանքների, անհատական եւ համայնքային նախագծերի մասին մեզ կպատմեն մեր միջին դպրոցի 3 սաները։ Խնդրենք։ Հարգելի հյուրեր եւ ճեմարանականներ, ողջունում եմ բոլորին։ Ես 5-րդ դասանի սան Արամ Բաբայանն եմ եւ այս տարի առաջին անգամ միջին դպրոցում իրականացեցի ծառայության նախագիծ։ Սա մի հետաքրքիր աշխատանք էր, որի ընթացքում ես շատ նոր բաներ սովորեցի։ Ինչ է ծառայության նախագիծը։ Ծառայությունը գործողություն է ուղղված մեր համայնքի կարիքներին։ Այս ուսումնական տարվա ընթացքում ծառայության նախագծի գաղափարի մեջ ներմուծվեց նաեւ թեմ նախագիծը։ Թեմի միջոցով մենք օգտագործողից վերածվում ենք ստեղծողի։ Այն խթանում է մեր հմտությունների զարգացումը։
Թեմի շրջանակում ես եւ իմ դասընկերները բազմաթիվ հետաքրքիր աշխատանքներ կատարեցինք։ Պատրաստեցինք դիտել բացիկներ, էջանշաններ, տարբեր չօգտագործվող իրերից ստեղծեցինք զարգացնող խաղեր մեր կրծել ընկերների համար։ Նաև չմոռանամ հիշել մեր պատանի ֆիզիկոսներին, որոնք մի շարք հետաքրքիր փորձեր կատարեցին ու իրենց գիտելիքները կիսեցին ողջ ժամանական համայնքի հետ։ Որպես նորարարություն ուզում եմ նշել նաև ՄԱԿ-ի 17 հիմնախնդիրների մասին։ Մենք այս տարի մեր ուստարում ներմուծեցինք մեր աշխատանքների մեջ ՄԱԿ-ի 17 հիմնախնդիրները։ Եթե ավելի պարզ ասեմ, ապա մենք մեր աշխատանքները կապում ենք աշխարհում գոյություն ունեցող 17 հիմնախնդիրներից մեկի հետ։ Ուզում եմ ասել, որ առավել մեծ արձագանք ստացավ մեր համայնքում որակյալ կրթություն հիմնախնդիրը։ Մենք ստեղծեցինք տարբեր խմբակներ՝ մաթեմատիկական, շախմատային, ուլունքագործության, ինֆորմատիկայի եւ մայրենի լեզվի, անցկացրեցինք սպորտային մրցաշորեր, ֆուտբոլային եւ թենիսի, կազմակերպեցինք վիկտորինաներ, խաղացինք բրեին ռինգ, զբաղվեցինք գիտությամբ, հետազոտեցինք հայկական մշակույթը ու ներկայացրեցինք մեր համայնքին։ Խոսքիցս երևի պարզացավ, թե որքան կարևոր է ոգեշնչող է ծառայության նախագիծը մեզ համար։ Արամ ջան, շատ գեղեցիկ ներկայացրիչ ծառայության նախագծերը։ Իսկ ես այժմ մեծ սիրով կներկայացնեմ, ինչ է իրանից ներկայացնում համայնքային նախագիծը։ Համայնքային նախագիծը բաղկացած է իր 4 փուլերից՝ հետազոտում, պլանավորում, գործողությունների ձեռնարկում եւ վերլուծում։ Նախ եւ առաջ սա նկատառում է փոքրիկ հետազոտություն, որի ընթացքում որոշում է թեման, որի շուրջ աշխատելու է։ Այնուհետև պլանավորում է իր գործողությունները եւ վերջնարդյունքը։ Յուրաքանչյուր կատարված քայլ գրանցում է գրանցումների մատյանում, իսկ այնուհետև կատարում է անդրադարձ։ Աշխատանքն ավարտելուց հետո գրում է հաշվետվություն, իսկ շնորհանդեսի օրը ներկայացնում է իր աշխատանքը ամբողջ համայնքի առջև։ Ահա 2024-2025 թվականի 57 նախագծերից մի քանիսը։ Օրինակ առաջնորդվելով հայրենիք սկսում է սահմանից կարգախոսով, 964 խմբի սաներ Անի Սաղաթելյանը, Մանի Մարգարյանը եւ 967 խմբի սան Անի Հակոբյանը կատարեցին աշխատանք, այսինքն տոնավաճառ, որից հասած հասույթը նվիրաբերեցին գյուղի դպրոցների դպրոցաշինության։ Մեր համայնքային նախագծի շրջանակներում ես, Տաթև Պետրոսյանս, Արամ Հակոբյանը եւ Սամվել Պողոսյանը Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի դպրոցին նվիրեցինք տպիչ սարքավորումներ։ 965 խմբի Սամ Վալերի Կիզոկյանը, Հրանտ Սարգսյանը եւ Արմեն Մարտիրոսյանը կատարեցին ծառատունք Նարեկ Տարեցների տանը։ Եվ այս աշխատանքների թիվը կարելի է շարունակել եւ շարունակել։ Դրանցից մի քանիսին շուտով կծանոթանաք մեր տաղավարներում։ Ողջույն բոլորին, ես Լիլիթ Մանասյանն եմ, 10-րդ դասարանի աշակերտուհի, շնորհակալություն համայնքային նախագծերը ներկայացնելու համար, ես կներկայացնեմ անհատական նախագծերը։ Անհատական նախագիծն իրականացվում է Միջին դպրոցի միջազգային բակալավրիատի 10-րդ դասարանի աշակերտների կողմից, այն հնարավորություն է տալիս սաներին ուսումնասիրել իրենց նախասիրությունների շրջանակում թեմա, սահմանել նպատակ, կատարել հետազոտություն եւ որպես վերջնարդյունք ստեղծել պրոդուկտ։ Նախագիծը նպաստում է իրական կյանքում որակների եւ մի շարք ստությունների զարգացմանը։ Անհատական նախագիծը կարող է իրականացնել կամ անգլերենով կամ ռուսերենով։ Այստեղ տեսնում եք պրոդուկտի օրինակներ, սաները ստեղծում են մակետներ, խաղեր, գրում են գրքեր, ասեղնագործում են եւ նշան, որ անհատական նախագծերն ամփոփում են շնորհանդեսի տեսքով, որն իսկական տոն է բոլորիս համար։ Այսօր խոսեմ իմ նախագծի մասին, որը սկսել եմ իրականացնել 7-րդ դասարանում, հավաքում եմ Քրիստեփ Թափոն, համագործակցելով Թափոն.am կազմակերպության հետ, հավաքել ենք 2.5 տոննա թուղթ, տնկել ենք 10 ծառ եւ գրել 59 ծառ, իսկ այս տարի անհատական նախագծի շրջանակում շարունակել եմ նախագիծը ստեղծելով խելացի տուղթ եւ քանի որ բոլորս ցանկանում ենք բարելավել մեր նախագծերը, կա այսպիսի հիանալի հնարավորություն դիմել Global Youth Action Fund-ին, որը դրամադրում է միջազգային բակալավրիատը մինչև $3000 այն նախագծերին, որոնք մեծ փոփոխություն են բերում դեպի շրջակա միջավայրը եւ համայնքը։ Նշեմ, որ կարող են մասնակցել բոլորը, ես մասնակցել եմ եւ այս մրցույթում հաղթել եմ $2500 նախագիծը բարեկարգելու համար։
Շնորհակալություն մեր կրծել դպրոցի սաներին, միջին դպրոցի սաներին, գեղեցիկ կատարումների ու հետաքրքիր տեղեկությունների համար։ Ճեմարանում անչափ հագեցած է բոլորիս օրը։ Մեծ ու փոքրով անուն մեջ աշխատում են, սովորում, յուրացնում, վերլուծում, արժևորում, զարգանում եւ ստեղծում։ Դիպլոմային ծրագրի ներկայացուցիչները եւս սպասում են։ Նրանք էլ բազմաթիվ նախագծերի հեղինակներ են։ Համեցեք։ Բարև ձեզ։ Մենք կներկայացնենք դիպլոմային ծրագրի 3 հիմնական բաղադրիչները՝ ծավալունասեն, իմացության տեսությունը և կասը։ Ծավալունասեն 3500-ից 4000 բառանոց խորքային գիտական աշխատանք է, գրված համապատասխան չափանիշներով և ակադեմիական ոճով։ Հարկ է նշել, որ ծավալունասեն նաև հնարավորություն է տալիս սաներին խորապես ուսումնասիրել գծառարկներից որևէ մեկի հետ առնչվող և իրենց հետաքրքրող թեմա, միաժամանակ պատրաստելով ապագա բուհական կյանքին։ Ծավալունասեն գրելու ընթացքն օգնում է սաներին զարգացնել մի շարք կարևոր հմտություններ, որոնցից են ճիշտ հետազոտական հարց կազմելը, տեղեկատվություն հավաքելու սինթեզելը, ինչպես նաև այդ ամենի արդյունքում կազմված փաստարկներն ու գաղափարները մշակելը։ Այս տարի ճեմարանում ծավալունասեններ են գրվել սայքում պատկերված մի շարք առարկաներից։ Օրինակ, հասարակագիտական առարկաներում, մասնավորապես բիզնես կառավարման ոլորտում, ուսումնասիրվել է, թե որքանով է Երևանում կերուսուց ռեստորանի մասնաճյուղի բացման մասին որոշումը իրատեսական։ Լեզուներից անգլերենի շրջանակներում ուսումնասիրվել է հաղորդակցման միջոցների ազդեցությունը դատավարությունների արդյունքների վրա, Սյուց հեռուստասերիալի և Վենետիկի վաճառական ակատակերգության միջոցով։ Մաթեմատիկայի ոլորտում նույնպես հետազոտվել են մի շարք հետաքրքիր թեմաներ, որոնցից է մաթեմատիկական ալգորիթմների դերը ճարտարապետական դիզայնի և թվաբանական արտադրության ասպարեզներում։ Ծավալունասենները նաև գրվել են գիտության մի շարք առարկաներից։ Օրինակ, համակարգչային գիտությունից գրված մի աշխատանք ուսումնասիրել է արհեստական բանականության ազդեցությունը վստահության վրա մեր հասարակության մեջ, հատկապես աշխատանքի և տնտեսական անապսորությունների բնագավառներում։ Ծավալունասեններին ավելի խորապես կարող եք ծանոթանալ մոտենալով մեր աշակերտների տաղավարներին։ Խորական ծավալունասեն հնարավոր չէ գրել առանց իմացության տեսության։ Նատալի։ Շնորհակալություն։ Հիմա կխնդրեմ, որ նայեք այս երկու սենյակներին։ Մեկը բավականին թափթփված վիճակում է, ամենուրեք թղթեր են, նույնիսկ մի հատ ասել դնելու տեղ չկա, իսկ մյուսը սենց մաքուր ու կոկիկ է։ Միգուցե ձեզ մոտ հարց առաջանա, թե ինչ կապ ունեն այս նկարները այս սենյակների իմացության տեսության հետ, բայց հիմա կպարզաբանենք։ Կցանկանամ ձեզ մի հատ հարց ուղղել։ Խնդրում եմ մի պահ մտածեք, թե որ գրասեղանն է ամենայն հավանականությամբ պատկանում օրինակ հաջողակ մարդուն։ Մտածեցիք։ Դուք հավանաբար ձեր մտքում արդեն մոտավոր պատկերացում կազմեցիք գրասենյակի տիրոջ բնավորության գծերի և նույնիսկ նվաճումների մասին։ Միգուցե մտածեցիք, որ թափթփված սենյակի տերը հավանաբար շատ խելացի է ու երևի գլխում այնքան մտքեր կան, որ ժամանակ չունի իր աշխատասենյակի մաքրությանը հետևելու։ Կամ կարող է մտածեցիք, որ մաքուր սենյակի տերը շատ կազմակերպված է, կարգապահ, պերֆեկցիոնիստ։ Անկախ ձեր պատասխանից, ես ուզում եմ դուք մի պահ մտածեք, թե ինչպես եկաք տվյալ եզրակացությանը, ինչպես կարողացաք մի նկարի շնորհիվ այդքան տեղեկություն հավաքել կոնկրետ մարդու մասին։ Միգուցե կյանքի փորձի վրա հիմնվեցիք, միգուցե ձեր օրինակի դատեցիք, կամ միգուցե հիմնվեցիք համատարած կարծրատիպերի վրա։ Իմացության տեսության առարկայի հիմքը հենց այս հարցադրումների մեջ է, թե ինչպես ենք իմանում այն, ինչ գիտենք։ 11-րդ դասանում առաջին անգամ առնչվեցի իմացության տեսության առարկայի հետ, ու անկեղծ ասած մտածեցի, որ ինչ-որ փիլիսոփայական առարկա է, շատ վերացական և առանց կոնկրետ պատասխանների։ Բայց շատ արագ հասկացա, որ տվյալ առարկան իրականում փաստերի վրա հիմնված և պրակտիկ է։ Այն ոչ թե մտքերի մասին է, այլ մտածողության։ Այն օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես ենք մենք ձևակերպում մեր արժեքները, ինչպես ենք հիմնավորում մեր փաստերը և ինչպես կարող ենք գիտակցել մեր համոզմունքների դեպքում ընկած պատճառահետևանքային կապերը։ Այսպիսի և նույնիսկ ավելի հետաքրքիր թեմաների շուրջ դիպլոմային ծրագրի սաները հետազոտություններ են պատրաստել, որոնց կարող եք ծանոթանալ մոտենալով սաների տաղավարներին։ Վստահ եմ բոլորս էլ լսել ենք նմանատիպ նախատիպներ, հերիքա խաղա սանցի դասերից, կամ էլ նվագելու ժամանակը չի, գնա դասերը դարա, քննություններ են առջևում։ Բայց միթե հնարավոր չի համատեղել արդյունավետ առաջադիմությունն ու անձնական հաճելի ժամանցը։ Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիրը այս երկընտրանքին առաջարկում է լուծման արդյունավետ բանաձև, ներառելով CAS բաղադրիչը։ Ինչ է CAS-ը։ CAS-ը բացվում է որպես creativity, ստեղծարարություն, activity, ֆիզիկական ակտիվություն և service, համայնքային ծառայություն։ Սա դիպլոմային ծրագրի 3
հիմնարար բաղադրիչներից մեկն է, ինչպես արդեն ներկայացրեցին, նա կոչված է խթանելու ուսանողի անձնական աճը, ինքնաճանաչողությունը եւ ֆիզիկական ակտիվությունը, ինչպես նաեւ ներգրավելով նրանց հանրային պարտավորությունների եւ հանրային ծառայությունների մեջ։ Սա լրացնում է ակադեմիական ծանր կրթությունը այս 2 տարիների ընթացքում։ Այն իրական փրկողակ է իրականում, որպեսզի երեխաները 2 դիպլոմային ծրագրի տարիների ընթացքում ներգրավվեն նաեւ ակտիվությունների մեջ։ Իսկ թե ինչպես է մեզ հաջողվել այս 2 տարիների ընթացքում իրականացնել քասը, առաջարկում եմ դիտել ընկերներից կողմից պատրաստված տեսանյութը։ Շնորհակալություն։ Աստիկ, հիշում ես Շիրակացորեն փառատոնի մեկնարկի արարողության ժամանակ ինչ պատմեց մեզ Տիկին Սաջիկյանը։ Հիշում եմ համասփյուր ծաղկի մասին։ Այսօր Տիկին Սաջիկյանը մի նոր անակնկալ է պատրաստել մեզ համար։ Եվ այսպես, կենսաբանական գիտությունների թեկնածու, բնագիտության ամբիոնի ղեկավար Տիկին Նարինե Սաջիկյան։ Բարև ձեզ,
սիրելի հանդիսատես, սիրելի ջերմանականներ, սիրելի հյուրեր, իսկապես օրեր առաջ կարծես լիներ, երբ բացեցինք Շիրակացու փառատոնի հերթական 2024-25 ուս տարվա էջը եւ յուրաքանչյուր ամբիոն շատ հետաքրքիր եւ բազմակողմանի ուսումնասիրություններ, հետազոտություններ արեց այս փառատոնի շրջանակներում եւ տաղավարներում շուտով կցուցադրվեն հետազոտությունների, նախաձեռնությունների լավագույն օրինակները։ Այդ իսկ պատճառով խնդրում եմ մոտենալ նաև բնագիտության ամբիոնի տաղավար եւ ծանոթանալ շատ հետաքրքիր մի նախաձեռնության, որը բազմաթիվներից մեկն է եւ այն սիրով հանձնելու ենք ձեր ուշադրությանը եւ լսելու ենք ձեր դիտարկումները։ Նաև, ինչպես ասացին հաղորդավարները, մենք հատուկ ուշադրություն էինք դարձրել Շիրակացու բնագիտական գործունեությանը եւ համասփյուր բույսին նվիրված իր աշխատություններին, մի բույս, որն այդ շրջանում եղել է հրաշագործ, ունեցել է բազմաթիվ հատկություններ, բժշկել է մարդկանց եւ հայտնի է իր մասին տեղեկություններով մատենադարանում եւ այդ դարաշրջանի տարբեր գրություններում։ Ես չեմ ուզում շատ բան ասել եւ ձեզ հիշեցնել այն տեղեկատվությունը, որն հաղորդել եմ համասփյուր բույսի մասին, այլ դրա վերաբերյալ ունեմ փոքրիկ հարցարան, հարցախույս, որը կներկայացնեմ ձեր ուշադրությանը։ Հարցերը հավաքագրելու եւ գեղեցիկ տեսք տալու, ինչպես նաեւ առցանց ձևով հարցում իրականացնելու համար ինձ օգնել է արդեն իսկ շրջանավարտ Վիկտորիա Իսահակյանը, որի համար հատուկ շնորհակալություն։ Ես խնդրում եմ մի փոքր ժամանակ հատկացնել Վիկտորիա ջան, որ հասցնեն մարդիկ մուտք գործել հետևյալ հղումով եւ կարողանան իրենց մոտ խաղը բացանել եւ ընդամենը 5 հարցի շրջանակներում փորձենք վերհիշել ինչ գիտենք համասփյուր բույսի մասին, ինչ ենք հիշում, կարևորում եւ արդյոք շարունակել ենք հետազոտություն իրականացնել, քանի որ դրա վերաբերյալ մենք նաեւ ունենք ստեղծված բուկլետներ, որոնք տաղավարում ձեզ կներկայացնենք եւ հուսով եմ, որ գրադարանում նույնպես դա դրված է, դուք հասցրել եք եւ ժամանակ եք ունեցել ծանոթանալ դրան։ Ես խնդրում եմ մուտք գործել, հղումը երևում է։ Ես իդեպ ասեմ, որ նախորդ հարցմանը Տիկին Մայքինյան, պարոն Քարյանը, Արիխանյանի անվան ֆիզիկա ինստիտուտի տնօրենը հաստատ առաջին տեղը կզբաղեցներ, եթե հասցներ մուտք գործել համապատասխան հղմամբ։ Եթե պատրաստ եք, եւ ձեզ մոտ ստացվել է, խնդրեմ։ Ես հարցերը կընթերցեմ, դրանք քիչ են, որպեսզի ավելի հստակ լինի եւ բոլորի համար տեսանելի, հասանելի։ Հարց առաջին, համասփյուր բույսը հայտնաբերել է Առաքել Դավիժեցին, Անանյա Շիրակացին, Կիրակոս Կանզագեցին եւ Մխիթար Դորշը։ Հարց երկրորդ, Բալասան ծաղիկ համասփյուրը համարվել է իմաստության հովանավոր, գիտության հովանավոր, պտղաբերության հովանավոր, ճիշտ են A եւ G պատասխանները։ Իդեպ դուք էկրանին տեսնում եք այդ հրաշք բույսը, որի նկարը պահպանվել է եւ վերստեղծվել։ Համար երրորդ հարցն է, համասփյուր ծաղկի ոսպի գույներն են ծիրանագույն, կապույտ, ճերմակ, ծիածանի բոլոր գույները։ Եվ վերջին հարցը,
Համասփյուռ ծաղիկը հայտնաբերվել է Այրարատ նահանգի Արմավիր քաղաքում, Արտաշատում, Դվինում, Զովագետում։ Մենք շուտով կամփոփենք տվյալները, ես կարծում եմ վերհիշեցինք, կարևորեցինք։ Հարց ունենք, ևս մեկ հարց ունենք ներողություն, համասփյուռ ծաղիկն ունի հետևյալ հատկությունները. բժշկում է հիվանդներին, տգետներին լցում է իմաստությամբ, ծովի վրայով քայլելու շնորհ է տալիս եւ ճիշտ են բոլոր պատասխանները։ Այժմ կարող ենք ամփոփել խաղի տվյալները։ Երրորդ տեղում Էման է, երկրորդ տեղում ես Աննա անունը լսեցի, իսկ Անի Հ. Արությունյանը առաջին տեղում է։ Տիկին Անի ջան, խնդրեմ դարձեք։ Ես ձեզ շնորհավորում եմ այդքան հետևողական եւ բազմակողմանի ուսումնասիրության համար համասփյուռ ծաղկի, կարևորելու համար, որ շիրակացին է ստեղծել եւ հայտնաբերել այս ծաղիկը եւ այն բազմաթիվ զորություններ եւ առանձնահատկություններ ունի, եւ ես ձեզ հանձնում եմ մի գիրք, որպեսզի դուք ել ավելի ընկղմվեք գիտա հանրամատչելի ֆանտաստիկ գրականության մեջ եւ վայելեք այն ազատ ժամերին։ Ես Շնորհակալություն բոլորին։ Շնորհակալություն Տիկին Քսաջիկյանին։ Մեր ճեմարանն այս տարի հատուկ աշխատանք տարավ Հայաստանում ապրող այլազգիների կյանքի ու գործունեության ուսումնասիրության շուրջ։ Այդ մասին ունենք հատուկ տեսանյութ, ուշադրությունը էկրանին։ Եվ Նարեի բանն է, ես ինքս ասում եմ թեզգի եմ և ուսում եմ այդ տեսնյութի օգնությամբ ձեզ ստանձնացնել իմ ասկի, կրոնի և մշակույթի հետ։ Եզներ ազգային և կրոնական փոքրամասնություն են, որոնք հիմնականում բնակվում են Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում և Հայաստանում։ Նրանք ունեն հին և յուրահատուկ կրոն, որը ներառում է բազմաթիվ ավանդույթներ։ Հետազոտության համար նաև այցելել ենք Ռիաթազայ գյուղ, որտեղ բնակիչների մեծամասնի եզդիներ են, գնացինք եզդական դպրոց, որտեղ հարցազրույց վերցրեցինք և տնօրենից և աշակերտներից, իմացանք լիքը հետաքրքիր մասնագիտությունների մասին, երեխաները մեզ փոքր բեմադրությամբ ցույց տվեցին եզդական ավանդույթները։ Ես ինքս երևի լինելով չգիտեի այդ ավանդույթների մասին, կամ երբ չգիտեի, չգիտեի նրանց նպատակը։ Նաև այցելել ենք Լալեր, դա կարելի է ասել եզդական եկեղեցի է, հարցազրույց ենք վերցրել շեխից, նա եզդիների հոգևորականն է, և իմացել ենք եզդիների կրոնի մասին և ընդհանրապես եզդիների մասին ասել։ Մենք եսով նկասում ենք խլել ու ժնք եզդակներին հավատում ենք, և եզդակներին հավատում ներսում։ Իքրեն ձերավորում եզդի հոգևորականների աստիճանական։ Եզդիների մոտ կան երեքատ շեխերի մոտ է ու ամեն լիդասը իրա դասից հետ համասանում։ Բավականին բարեր ենք մշակույթը, լեզուն, սպասային դրոշներ, ամենություններ, ամենը ինչպես ենք կարողանում դա վախտանել։ Հիմա շատ հետաքրքիր ժանր հարց է, նախ մենք շատ ավանդաբար այդպիսի ժողովուրդ ենք։ Եթե դա չլիներ, մեր ավանդապաշտությունը չլիներ, պատկերացրեք հնամու ժողովուրդներից են շատ ասիրին մոտ ու նազ ոչ ասացեք։ Պահպանվում ենք որպես ավանդապաշտ ժողովուրդ և երկրորդ պահով կասեմ, որ օգնում ենք նաև դուք մեզ անկեղծ
Իհարկե, արգելքներ չկա, մենք ոչ մի խնդիր չունենք, դուք տվել եք մեզ այն ճանապարհը, այն հնարավորությունը, այն տարածությունը, որտեղ մենք կարող ենք աճել, բազմանալ, զարգանալ մեր մշակույթը, մեր կրոնը, մեր գիտելիքները։ Ու մեր զայցի նպատակը մեր ձեր շնորհակալություն։ Որքանով ժամանակ եւ ցանկացած բոլոր համագործակցությունների ժամանակ բարեկամ Լեզիների հարսանիքների կարևոր դեր է հատկացվում պտղաբերության խորհրդանիշ խնձորին։ Հին ժամանակների Միրբերդի երիտասարդին խնդրում են ցույց տալ իր սիրելի տունը, նա այդ տան կողմը խնձոր էր գլորում, եւ նրա հարազատները հարց ուզելու էին գնում այդ տնից։ Այսօր տանանդույթը պահպանվել է նաեւ հարսանիքի ժամանակ։ Հեզան խնձորը լետում են հարցի ուղղությամբ, այլ ոչ թե հարվածում նրա գլխին, ինչպես ընդունված է համարել։ Դրանով նա բազմության միջից ցույց է տալիս իր սիրեցյանին։ Բացի այդ, ըստ համանդության, յուրաքանչյուր ընտանիքում բնակվում է տվյալ օջախի պահապան հրեշտակը, եւ երբ հարցը վերցում մտնի տվյալ օջախ, Լեսան նետած խնձորի մյուսով ցույց է տալիս սիրեցյալին, որ հրեշտակը գրավ էր քաղցր աչքովնային։ Լեզիների հարսանիքներին կարևոր դեր է հատկացված ազատ եղբոր, նա պարիսնում է զարդարված ծառի ճյուղով։ Այս ծառը պետք է անպայման լինի բերքատու։ Հարսանիքին նախորդող օրը չհուսնացած եզի երիտասարդները ծառի ճյուղը գողանում են որևէ այգուց։ Պատադիր է վրան կտրված չլինի գործիքով։ Երեկոյան չհամոստացած տղաներն ու աղջիկները ծառը զարդարում են մրգերով եւ քաղցրավենիքով։ Ճյուղի միջնամասում կապում է գունավոր կտոր։ Հարսանիքի ժամանակ ծառը պարեցնում է, իսկ հյուրերն այդ կտորի մեջ դնում են իրենց նվերները, որոնք վերջում հասնում են ազատ եղբորը։ Ծառի զարդարված ճյուղը խորհրդանշում է նորաստեղծ ընտանիքի վերաբերությունն ու արագությունը։ Եզդի ժողովուրդը Հայաստանի անբաժանելի մասն է։ Պատմության դժվար պահերին նրանք միշտ եղել են հայրենիքի եւ հայ ազգի կողքը, պայքարեն ազատության համար։ Շատ եզդի տղաներ մասնակցել են պատերազմին։ Սամատը եզդիական համայնքի 7-րդ զինվորն է, ով զոհվեց այդ պատերազմում։ Սամատ Սլոյանը ծնվել է 2001 թվականի մարտի 1-ին Զարթուն գյուղում, Արմավիր մարզում։ Եղել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ժամկետային զինծառայող։ Նա հերոսաբար զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 6-ին 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության համար մղող մարտերով։ Սամատ Սլոյանի հիշատակին նվիրված են մի շարք տեսանյութեր եւ հոդվածներ, որոնք ներկայացնում են նրա կյանքն ու հերոսական ուղին։ Դրանցից մեկը ձեզ բացակա չենք տվի։ Դե բազմությամբ եզդի եմ ես, բայց Հայաստանի համար հայրենիքն ծննդավայր։ Make. Baby, darling, please.
upside down, Layla. You got me on my knees, Layla. I'm begging, darling, please, Layla. Darling, won't you heed my roaring cry? It's the best of the situation. Before I finally go insane, please don't say we'll never find a way. Tell me all my love's in vain, Layla. You got me on my knees, Layla. Begging, darling, please, Layla. Darling, won't you ease my roaring mind? Layla, darling, won't you ease my roaring mind? Դե ինչ, իսկ այժմ 2024-25 տարվա շիրակացու օրեր փառատոնի հանդիսավոր փակման արարողության համար դեմ ենք հրավիրում Ճեմարանի հիմնադիր տնօրեն պարոն Աշոտ Ալիխանյանին։
Ողջույն բոլորին։ Դեարի ու ամփոփի։ Ես լավ չհասկացա անգամ։ Նախ ուզում եմ սրտանց ողջունել մեր հյուրերին բոլոր։ Մենք ինչքանով հայտնի է բազմաթիվ դպրոցներից հյուրեր ենք հրավիրել։ Շատ ուրախ եմ, որ ոչ միայն դպրոցներ են այսօր դեսում ընկավել, այլ նաև պոլիտեխնիկական ինստիտուտն է ընկավել։ Ինձ համար պոլիտեխնիկական ինստիտուտը էլի ճիշտ է, ճարտարագիտական համալսարանը։ Ֆիզիկայի ինստիտուտը մեր նշանավոր ֆիզիկայի ինստիտուտը, ինչպես արդեն հասկացա։ Շատ ափսոսում եմ, որ այսօր մենք ուսումնական օր չենք հայտարարել կամ կրթական որևէ օր, որովհետև լավ կլիներ, որ ամբողջ ճեմարանը լիներ մեր բալիկներով, սպորտային միջոցառումներով եւ այլն, բայց ինձ ասեն, որ չէ, բոլորը նախատեսված է դեր առջևում է, եւ մենք մեր ցուցահանդեսն ենք նայելու, դիտելու, հիանալու։ Ես մի քանի հարցեր ծագեցին ինձ մոտ։ Նախ մեր են լավ բալիկը, որ 2500 դոլար։ Դու արդեն որոշել ես, ոնց ես ծախսելու։ Գնաց ծախսելու։ Չէ, գնաց պատրաստվի, մյուս երույթին, բայց ինքը պետք է ծրագրի զարգացման վրա ծախսի, գումար տալու պահանջը։ Լավ, թող ինքը որոշի, ինձ հետաքրքիր է ուղղակի, որտեղ եւ հպարտացում ես եւ բան։ Վերջի 3 օրերին ընդհանրապես այսպես հպարտության մեջ ենք մեր կոլեկտիվով ապրում։ 2 օր առաջ մեր ավանդական դեսպանների օրն էր, այսինքն բազմամշակութային օր էր այստեղ 7 դեսպաններ, դեսպանատան ներկայացուցիչներ ներկա էին ճեմարանում, որից հետո ուրեմն 3 ավելի հետաքրքիր եւ ավելի բազմաբանորակ օրեր, որովհետեւ մեր հրաժեշտի օրն էր, մենք վերջին զանգը մայիսի 30-ին ենք նշելու, բայց մինչ այդ մի մեծ ցիկլ միջոցառումներ են գնում, հրաժեշտի օր, որտեղ ուրեմն 11-րդ դասարանցիները ստեսում են ասում 12-րդ դասարանցիներին շատ հուզիչ, շատ հուզումնալից բան է, հետո էլ մեզ մոտ սկսվում է վերջապես այդ դիպլոմների հանձնման օրարողությունը, մեր սաները ուսանողական հագուստներով են գալիս, լեղարներով, պատմիջաններով եւ այլն, հետո այդ գլխարկները թռցնում են վերև, մի խոսքով շատ հետաքրքիր, շատ բազմաբովանդակ եւ հպարտությամբ լցված ասեմ ձեզ օրը, ես ընդհանրապես երեք ահավոր հպարտ եւ շատ ուրախ եմ վերադարձել ճեմանանեստում եւ այդ ամենը կապված էր մեր սաների հետ, ես վստահ եմ, որ նույն ապրումները ունենում են այսօր մեր հանրապետության մյուս դպրոցների տնօրեններն էլ, տեսնելով մեր բալիկներին, մեր աջող սերունդը, որի վրա ամբողջ մեր հույսերը, մեր Հայաստանի զարգացման դերել ենք իրենց վրա ենք դրել, որ մեր սխալները բոլոր ուղղեն։ Երեք ավելի շատ ուրախայի ես մեր սաներից մեկով Չալաբյան Էդվարդ էր, Չալաբյան Վարդանով, ես օրինակներ էի բերում երեկին ելույթիս ընթացքում, թե ինչքան կարևոր է մտավորականի համար կամ անաձևավոր մտավորականի, որ ինքը հոգևոր արժեքները գերադասում են նյութական արժեքներին, չէ, առաջին հայացքից մի հասարակ նախադասություն է, բայց ինչքան բարդ է պատկերացնում են, քո առջև դնեն $1 միլիոն կամ չգիտեմ քանի միլիարդ եւ կողքը դնեն հոգևոր մի որևէ արժեք ներկայացնող իր եւ դու պետք է ընտրես այդ հոգևորը, դա շատ բարդ բան է եւ այդ օրինակը վերում է, ասում է, որ այսպես մի հատ մեծանուն մարդ այդպիսի ֆորմուլա բերել եւ օրինակ որպես ապացույց բերեցի վերջերս լսած կնեք վերջերս ես մի քանի տարի առաջ Պուանգարեի հայտնի հիպոթեզը մեր ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչների եւ պոլիտեխնիկի հաստատ գիտեն, վստահ որ սաներն գիտեն, օրինակը բերեցի թե մեր նշանավոր
մաթեմատիկոսներից մեկը, երևի հերա է ինքը, կամ ռուս է, չեմ կարող ասել բերել մանրամասնանով, երևի հերա է, ուրեմն այդ ապացուցել է այդ հիպոթեզը, որը 1904 թվականից այդպես բոլորը փորձում են ապացուցել եւ վերջապես այդ մարդուն հաջողվել է 120 տարի հետո ապացուցել եւ երբ իրեն տվել են, ես այսպես ասեցի, Նոբելյան մրցանակ են արժանացրել $1 միլիոն չափով, ինքը ուղղակի հրաժարվել է այդ դրանից, տարբեր բացատրություններ են ունեցել, կարելի է ինտերնետ մտնել կամ բացատրություններից մեկը այն է, որ ասել ես մենակով չեմ արել դա, վերջապես ինձ հետաքրքիր չի, մի խոսքով ինքը ավելի կարևորել է, որ ինքը դրան հասել է հիմա, թե իրան փողը հետաքրքիր չի։ Քանի մարդիկ էինք աշխարհում, որ այդպիսի որոշում կկայացներ։ Եվ այդպես հայտարարեցի, հետո արդեն դրանից հետո որ սկսվեց դիպլոմների բաժանման process-ը, մեր Չալաբյան Վարդանը, եւ շատ խելացի երիտասարդ մոտեցավ շատ քաղաքակիր բարեկիր, ասեց պարոն Արիխանյան, ախր մաթեմատիկայի ասպարեզում Նոբելյան մրցանակ չկա, դուք սխալվեցիք, նորանորդ հասկացա, ես ինչի նորություն ես արեցի, ես գիտեի որ չկա, բայց մեխանիկորեն արդեն որ ընդունված է, չէ՞ որ Նոբելյան մրցանակ ամենաուժեղն է, Եվ անմիջապես մոտեցա միկրոֆոնին, որ սխալը սուղեմ, իհարկե բոլորին կոչ արեցի, որ ճշտեմ, թե ինչու չկա, որովհետև ես գիտեմ ինչու չկա, բայց դա հրապարակման ենթակա չի, եւ հիմա բոլորի ժպիտներից տեսնեմ, որ բոլորն են լավ գիտեն, թե ինչու է, այդպես, բայց այնուամենայնիվ գիտեք ինչ է ուրախ եւ հպարտ, որ մեր սանը, մեր աշակերտը, մեր ուսանողը անհարմար չզգաց, կամ չկարողացավ անտարբեր անցնել այդ անարդարության կողքով, եկավ շատ բարեկիր ձևով ինձ ասեց պարոն Արիխանյան, դուք սխալվեցիք, բրավո, այդպես պետք է լինի, որ մեր այս սերունդը, աջող սերունդը, դուք, որ մեծամասնություն այստեղ նստած եք, որ դուք մեր սխալները չուղղեք, որ դուք մեր սկսած գործը ավելի ճիշտ սխալ ճանապարհից հանեք ուղիղ ճանապարհով տանեք, այլ մենք ինչի ենք պետք, վատ է այն ուսուցիչը, որի աշակերտը իրան չի ուղղում, հավատացնում եմ ձեզ։ Տվյալ դեպքում մենք ունեցա, ես այդպիսի մի օրինակ, որի համար ամբողջ 3 օր շատ ուրախ էի, շատ հպարտ եմ, մինչև մեր այնքան հպարտ, որ ես իմ անգրագիտության կամ թափիկվածության բան ներկայացրեցի։ Ընդհանրապես մեր այս փառատոնը շատ մեծ պատմություն ունի, ես փորձեմ ինձ 5 րոպե ինչպես միշտ տվել, ես փորձեմ առաջ ավարտել։ Փառատոնը մեծ պատմություն ունի, սկսվել է դեռ 1900 երևի հենց 90 թվականից, հենց առաջի տարվանից, եւ չէր կարող չծնվել այդ ճեմարանով, որովհետեւ ճեմարանը հա ձգտել է, որ միշտ առաջ պետք է լինի, բոլոր ասպարեզներում, բոլոր հնարավորությունները տա իր ասաներին։ Ես իհարկե շատ եմ ուզում դա լինի բոլոր դպրոցներում նույնը կատարի, որտեղ հնարավորություն է տալիս շոշափելու, խորանալու ամեն մի հարցի մեջ, ավելի ճիշտ ընտրություն է կատարում այդ ուսանողի հետագա կյանքում։ Իրան թվում է, թե ասենք ինքը երաժշտական սլուկ չունի, բայց հենց սկսում է երաժշտության զբաղվել, պարզնավորում շատ է լավ ունի, եւ ինքը կարող է զարգացնել դա եւ այլն։ Այս բոլորը, մենք է որոշ բաներ տեսանք, հիմա քիչ հետո համոզված եմ, որ տեսնելու ենք մեր հրաշալի ցուցահանդեսը եւ այդ կապակցությամբ մի երկու դրվագ ես հիշեցի, ճիշտն ասած, երեկոանը չեմ ուզում կրկնեմ, բայց մի երկու դրվագ շատ կարևոր եմ համարում, թե ինչու ստացվեց այնպես, որ այսօր մեզ համար ամենակարևորը, տեսք միշտ այդպես եղել մեր ազգի համար, բայց ամենակարևորը այս ինտելեկտուալ աճն է, այս գիտության զարգացումն է եւ այլն, որովհետեւ ես անցած տարից եմ դեռ ծնվել եմ, մեծացել եմ, տեսել եմ ինչպես է Հայաստան դարձել, որոշ բաներ իհարկե ուսումնասիրելով եւ այլն, Երևանը ինչպես է Երևան դարձել։ Ես այդ բոլորի ականատեսն եմ, մի մասներ ուղղակի ուսումնասիրել եմ եւ գիտեք, մի երկու հետաքրքիր դրվագ հիշեցի, երբ անկախացանք մենք շատ ոգևորված էինք, ահավոր ոգևորված էինք,
աննկարագրելի էր, էլի, որովհետև մեզ թվում էր, որ արդեն վերջ, մենք արդեն այսպես մի գնացքի մեջ նստած կամ չգիտեմ սլացիկ մի որևէ մեքենայի մեջ ցած առաջ են գնալու, բայց իրականում այդպես չստացվեց, իրականում սկսվեցին ավելի բարդ տարիներ, անհույս տարիներ, եւ ես ինձ հիմա որ հարցնում եմ, թե այն ժամանակ ինչու Գերմանիան ստեղծեցին, դե ասում եմ, ստեղծեցին, որովհետև մենք նավթ ու գազ չունեինք, մեր միակ նավթ ու գազը դա ինտելեկտն էր, ինտելեկտը պետք է զարգացնենք եւ բնականաբար ոչ միայն Գերմանիան, այլ մեր ամբողջ քրթական համակարգը պետք է ուղիով գնար ինտելեկտի զարգացման, որ մենք ունենայինք ամենահզոր տեխնիկան, ամենահզոր արդյունաբերությունը եւ այլն, բնականաբար ուրեմն դրանից հետեւում նաեւ ամենահզոր բանակը, որը ունեինք մի ժամանակ մեր տարածաշրջանի ամենահզոր բանակը հայկական բանակն էր։ Դե չեմ ուզում խորանալ այդ պատմության քաղաքական որոշ դերբախների մեջ, որտեղ դա շատ երկար է տևում, այդ ամենը թողնում են, որ բոլորը իրենք ուսումնասիրեն, բայց պատճառներից մեկի մասին ուզում եմ անպայման ասել։ Ուրեմն մի անգամ, երկու տնս դեպք հիշում եմ, մի անգամ չեմ իջում ուր էին հրավիրել եւ այնտեղ ելույթներ էինք ունենում բոլորս այդ հրավիրվածները, որ թե ինչու է, որ մենք առաջընթացի փոխարեն հետ նահանջ ենք ունենում, մեզ մոտ հիմա թալան սկսվել, էս սկսվել եւ այլն, եւ ես օրինակ բերեցի, ասել եմ ժողովուրդ ջան, հենց մեկի հարցնում ես մեր լրատվական միջոցները, մեր մեծ մարդիկ, քաղաքական ոչիչներ ասում են, սենց է, գիտեք, ասում են, բոլոր երկրները ովքեր անկախացել են, այս ճանապարհով են գնացել։ Ու մի անգամ հարցած ակներ, ասում, եղբայր, բայց ոնց են այս ճանապարհով գնացել։ Բոլորը առաջի քրիստոնյան են, չէ։ Բոլորը երկրաշարժ են, տեսել ինչպես են, չէ։ Բոլորը այդպիսի գենոցիդ ցեղասպանություն են ապրել, չէ։ Բայց մենք ինչ իրավունքով ենք համեմատում, չգիտեմ, որ կապիտալիստական երկր է, որ այդ ճանապարհով գնացել է, որ սեփականաշնորհի ամեն ինչ, բանանի ու վերջ Քրիստովից կոտորի ու ժողովրդի կեսը թողի գնա իր հայրենիքից։ Այդ դա մեր բանը։ Այդ ինչի չենք, նրանց օրինակի վրա մենք դաստիարակում մարդ դառնում։ Ինչ տվեց անկախությունը մեզ։ Անկախությունը մեզ տվեց հետևյալը։ Մենք հասկացանք, որ ամենապորոտախոս, որտեղ արդեն ամեն ինչ բացահայտվեց, սկսեցինք բոլորը ով ինչ ուզում ասում, ոնց որ հիմա, բայց հիմա ավելի սարսափելի է։ Այդ Facebook ոլորտում է սարսափում է, չգիտես ինչին հավատաս, ինչին չհավատաս, ինչ ասես կա արդեն ընդ։ Բայց այն ժամանակ այդպես չէր։ Ասեմ, պարզեց, որ մենք ամենապորոտախոսն ենք, ամենալոպազն ենք, ամենագներեք այդ բարձան, քցող բառ են բար չկա, էտել հայտնվեց, պարզվեց, ամենայդ ենք, ամենահանցագործ, ինչ էր ասեցի, ամենանյութապաշտ, ամենաավանտյուրիստ, ամենասուտը, մի խոսքը ինչքան վատ բան կար այս աշխարհում, ես ասի, պարզվեց, որ մենք այդ բոլորը բան։ Հիմա ասի հարգելի ժողովուրդ, այնտեղ 600-ից ավել մեծ դահլիճ է, ասի եկեք հասկանանք, գոնե ծափահարություններով կամ լրությամբ չգիտեմ, ինչպես, մենք պետք է ուրախանանք, որ այդ գիտենք, որ այդ ամենան ենք, թե պետք է տխրենք։ Ժողովուրդ շատ կանով, ուշադիր, լսում է, ասի չեմ սպասի ձեր պատասխանը, գիտեմ, որ շատերը չեն էլ համարձակում ասեմ, մենք պետք է ուրախանանք դրա համար, ինչու, ուրախանանք, որ գիտենք մեր ամենամեծ թերությունները, որոնք կարող ենք ուղղել, եթե այսօրվանից սա չուղղենք, մենք պարտվելու ենք, մենք ելենք մեծ երկրի կազմում չենք, մենք պարտվելու ենք սարսափելի ձևով, պետք է ուղղենք մեր այդ սխալները, դրանք մեզ բերելու են կործանման։ Գոնե չասեի, բերեց տեսանք ինչ եղավ։ Եվ հիմա այս ամենը չընդարձակվելով, եթե կիսում եք իմ ասածները, այո, պատճառները դրանք են, հավատացնում եմ ձեզ։ Պետք է մենք բոլորս ուսուցիչներով նախարարչերին, բոլորս մեր առավոտից երեկո միայն մեր ամբողջ աշխատանքը, չգիտեմ, դասիրակչական անվանան, ձևավորման աշխատանք, միայն նվիրենք դրան, որ ճշմարտությունը մեր այս սաներ իմանան, որ իրանք այնքան մեզանից, իսկ իրանք մեզանից խելոք չեն համարում, բայց այդ ճշմարտությունով զինված այնքան հայրենասեր դառնան, որ մեր բոլոր երեխեք ջան,
արդեն ձեզ ավերավեն, սխալները մեր դուք եք ուղղելու, մենք արդեն մեծ ենք, մենք արդեն կարող է վիճակի չունենք, բայց մենք շատ կարևոր խորհուրդներով մեր կյանքի փորձով կարող ենք օգտակար լինել, հավատացնում եմ ձեզ, եթե ուզում ենք ուրեմն հայրենիք ունենալ, եթե ուզում ենք իրաք իսկական հայրեն ասել ազգ լինենք, այն ժողովուրդը լինենք մեր են նախնիների, որ 2000 տարի առաջ թատրոն են ունեցել եւ այլն, այդ դրանց արժանի լինենք, միակ տարբերակը դա է, մենք պետք է շատ հզորանալու համտի շատ լավ սովորենք, շատ լավ, ամենահզորը պետք է լինենք, մենք թույլ դպրոց իրավունք չունենք ունենանք Հայաստանում, մեր 1400 դպրոցները, որոնք այսօր կան Հայաստանում, պետք է լինեն աշխարհի ամենաուժեղ դպրոցները, իսկ դրա հնարավորությունը մենք ունենք, չենք օգտագործում դրա, ունենք, եւ եթե անգամ մի դպրոց էլ թույլ լինի, մենք պետք է մեր պրոֆեսիոնալները բոլորը հավաքվենք, գնանք այդ դպրոցները ուժեղացնենք, չհաշտվենք, որովհետեւ այլ արդյունքս տեղ չունենք, մենք արդեն պարտվել ենք, մեր հայրենիքի մի մասը տվել ենք մեր ողերին թշնամուն, կապ չունի մենք տվել այսինքն, պարտվել ենք, ուրեմն միակ փրկությունը մենք ինքներս հասկանալով, առանց որևէ մեկին հավատալու, առանց որևէ բանի մեջ խորանալու, ինչ զիբիլ ասես գրում են Facebook-ում բանում, այդ բոլորը դրեք մեկով, յուրաքանչյուրն սա պետք է ինքնուրույն վերլուծելու, այ ոնց որ ծրագրերը բաներ, այս ինքնուրույն վերլուծական բաներ, ինքնուրույն վերլուծելով, հասկանալով, դատելով ճշմարտությունը սխալից տարանջատելով, պետք է առաջ գնանք, մենք շատ կարճ ժամանակ ունենք, որպեսզի վերականգնենք մեր Հայաստանը եւ դառնանք աշխարհի ամենահզոր երկրներից մեկը։ Էս է ուզում ասել։ Մեր շիրակացու օրեր փառատոնը հենց նպաստում է այդ կարևորագույն մեր ազգային խնդիրների լուծմանը։ Եթե համաձայն եք, ուրեմն եկեք մեծ ոգևորությամբ, մեծ ակնկալիքներով, որ մեր աճող սերունդները առաջ են տանելու մեզ, մեր բոլոր սխալներ թերություններ ուղղելով, եկեք ես հայտարարեմ, քանի որ ինձ տրված է իրավունքը, ես պետք է հայտարարեմ ուրեմն մեր փառատոնի հանդիսավոր փակումը եւ հրավիրեմ դե պատահական չեն ընտրված էլ երևի ռեյտինգով ամենաբարձր սաներն են Արամ Բաբայանին, Ռուզաննա Սորոսյան եւ Ադիլխանյան եւ Վիկտորիա Ադիլխանյանին Շիրակացու օրեր փառատոնը հայտարարում Մարինա Օրդուխանյանին, Դանիելա Հավելյանին, երկու ոգին, ապրեք երեքության, ես մեզ ապիդան գործում, շիրակացու օրեր փառատոնը փակեք, այս տարի էլ հատկապես մեր հոբելյանական տարին է, մենք նոյեմբերին նշելու ենք մեր 40-ամյակը Ես հակելու համար երևի օրդերին հնչելու
Սիրելի ժամանականներ, սիրելի ժամանական համայնք, այժմ ձեզ հրավիրում ենք ներքին բար, տեսնելու թե ինչ աշխատանքներ են կատարել մեր ուսուցիչներն ու աշակերտները։